Elrum-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Ամեն անգամ մենք նշում ենք, որ Elrum-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք on-line տիրույթում փորձում լուծել, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Այս երկու խնդիրները գտնելու ճանապարհին մենք այս տարիների ընթացքում բավական հետաքրքիր ու տարբերվող մարդկանց հետ առիթ ունեցանք ծանոթանալու ու զրուցելու։ Որպես կանոն այսօրը մենք իրականում շատ հետաքրքիր կերպով նշում ենք։ Ուսուցչի օրն է այսօր եւ մանկավարժների հատուկ մի առանձին տեսակ կա, որոնց համար ոչ թե սա աշխատանք է, ոչ թե մասնագիտություն, այլ առաքելություն։ Իսկ եթե այն դառնում է առաքելություն, սկսում է արտահայտվել ամենուր, հա, իրենց կենցաղում, կյանքում, ընտանիքում, երեխաների հետ կապված։ Եվ սա չի վերաբերում բնավ ինչ որ բան սովորեցնելուն։ Այս մարդիկ իրենց տեսակով ու օրինակով միշտ տարբերվող են։ Եվ պատահական չէ, որ որպես կանոն շատ հետաքրքիր մի զուգադիպություն կա, եթե տեսնում են իրենց տեսակով ու առաքելությամբ մանկավարժների տանը, երեխաների համար այս մասնագիտությունը դառնում է սիրելի։ Ինչքան էլ մեր ժամանակներում գուցե համարվի ոչ շատ պահանջված, բայց իրականում սիրելի։ Սա մի հսկա ճանապարհ է, երբ դու հնարավորություն ունես մարդուն երջանիկ դարձնել։ Այսօր մենք շատ հետաքրքիր հյուր ունենք, գիտեք, որ մենք առիթ ունենում ենք նաև հեռավար կապով զրուցել շատ հետաքրքիր տարբերվող կանանց հետ օվկիանոսից այն կողմ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մանկան խնամքի ու զարգացման կենտրոններին, child care ասվածին, նախադպրոցական հիմնարկներին, որովհետև վստահ ենք, որ հենց այս հիմնարկներում են ձևավորվում մարդիկ, որոնք վաղը պիտի կարողանան շատ ավելի ինքնուրույն որոշումներ կայացնել, պիտի կարողանան իրենց տեսակով ինչ-որ բան փոխել այս աշխարհում, ինչ-որ բան փոխել հայրենիքի համար։ Եվ հատկապես այն նախադպրոցական հիմնարկները, մանկապարտեզները, որոնց մասին շատ խոսվում է հայկական համայնքում, դրանք միշտ մեր ուշադրության կենտրոնում են։ Գիտեք, վերաբերմունքը երեխաների հանդեպ սա բնատուր մի բան է, հա, մեջիցդ գալիս է, դու հասկանում ես, որ երեխայի երջանիկ լինելը քեզ դարձնում է շատ ավելի երջանիկ։ Դու պատրաստ ես հոգնել, դու պատրաստ ես ինչ-որ բաներ զոհել, որպեսզի երեխաները, որոնք հանձնված են քո խնամքին, լինեն երջանիկ։ Եվ այսօր այս հետաքրքիր է շատ կարևոր օրը մենք առիթ ունենք հանդիպելու իր տեսակով շատ տարբերվող կնոջ հետ։ Արևիկ Child Care-ի հիմնադիր տնօրեն Արևիկ Զաքարյան։ Արևիկ, ես շատ ուրախ եմ, ես շատ շնորհակալ եմ, որ մենք առիթ ունենք հանդիպելու։ Բարև ձեզ, նախ բարևում եմ բոլորին, իմ հայ ժողովրդին, իմ հայ համայնքին։ Եվ ուզում եմ, որ յուրաքանչյուրս լինենք, օրինակ վերցնենք մեր ծնողներից, մեր օրինակելի ծնողներից, իրենց մասնագիտությունը շարունակենք։ Ճիշտ է, ես սկզբից շատ տարբեր ուղղությամբ էի գնում, բայց հետո հասկացա, որ իմ ջերմությունը պետք է եւ իմ ընտանիքին, եւ իմ հայ ժողովրդի մանուկներին, ինչպես նաեւ ուզում եմ նշել, որ այսօր օտար երկրում, օվկիանոսից այս կողմ, հայ ժողովուրդը համախմբված, մեկը մեկին օգնելով, առաջնորդվում ենք, միացել ենք միասին, մի բուռ ենք դարձել ու գնում ենք առաջ։ Ու այսօր ես այդ ջերմությունը, որ ուզում եմ լինի եւ իմ ընտանիքում, եւ իմ մանկապարտեզում, փոխանցում եմ իմ եկող բալիկներին։ Լիլիթ ջան, ամենակարևորը այսօր այստեղ լավ մարդ մեծացնելն է։ Երեխաների մեջ դնել սեր, անկեղծություն, ջերմություն եւ հարգանք մեկը մյուսի նկատմամբ։ Եվ այդ ամենը ես սովորել եմ իմ ծնողից, իմ այրիկից, իմ հայրիկից, իրենք են ինձ սովորեցրել հարգել, մեծարել։ Իսկապես ընտանիքից է այս ամենը գալիս, բայց նաև այս դեպքում դուք մի մեծ առավելություն ունեք, ձեր մայրիկը նաև մանկական հոգեբանություն է դասավանդել, հայոց լեզու գրականություն ու մանկավարժի այս տեսակը միշտ ամեն ինչ հասցնող, երեխաների համար ամեն ինչ պատրաստ եւ սիրված, նաև կարծում եմ, որ տոնը, ուսուցչի տոնը ձեր մանկության հուշերում պիտի լինի, որպես իրականում կարևոր տոն։ Այսօր երևի մենք իդեմս ձեր մայրիկի, ընկեր Մուրադյանի, հենց այսպես դիմենք, ընկեր Մուրադյանի, այո, այդպես դիմում ենք մենք, ես ուզում եմ շնորհավորել
մեր նախագծի կողմից եւ իդեմս հենց Տիկին Մուրադյանի ես ուզում եմ որպեսզի մենք բոլորս կարողանանք իսկապես մանկավարժի այն մանկավարժների, որոնք իրենց առաքելությամբ են այդպիսին, իրենց տեսակով շնորհակալ լինել նրանց, որովհետեւ մեր երեխաների հաջողության ու երջանիկ ապրելու, ինքնուրույն ապրելու համար մենք պարտական ենք նրանց։ Գիտեք, ես մի փոքր հիմա հուզված եմ, բնական է, ուզենամ, որ մեր երեխաները, մեր փոքրիկները ունենան անհոգ մանկություն, որովհետև մեր ծնողները ապահովել են այդ անհոգ մանկությունը։ Մենք ունեցել ենք դա, այդ մեր ազատ խաղը դրսում, այդ ամեն ինչը, որ մեր ծնողները տվել են մեզ։ Այստեղ մի փոքր կանոնները ուրիշ են, երեխաները դուրս չեն գալի, որովհետև վտանգավոր է, վտանգը ավելի շատ է։ Բայց մեր պարտեզում ուզում ենք, որ լինի այդ հայկական, ազատ եւ անվախ մանկությունը, որ երեխեքը այստեղ որ դուրը բացվում մտնում, իրանք հետ չեն նայում, իրանք ծնողները կանգնած, իրանք արդեն առաջ են գնում։ Ինձ դա է պետք, որ իմ օջախում, իմ մանկապարտեզում, որ երեխեքի աչքերի մեջ այդ ուրախությունը լինի, այդ անհոգ մանկությունը լինի, ինչը որ ես ապրել եմ իմ մանկության տարիներին։ Ես ապրել եմ այդ ուրախ ու լիառատ կյանքով։ Տես իմ ծնողները իմ համար ամեն ինչ հասցրել են, եւ ուսումը, եւ մանգալը, եւ տարբեր տեղեր հաճախելը։ Հիմա ես ուզում եմ, որ այս ամենը ես փոխանցեմ բացի իմ 3 երեխաներից, իմ մնացած 14 բալիկներին։ Իրանց հոգեբանությունը ուրիշ ամեն մեկին յուրովի ենք հասկանում, ամեն մեկին յուրովի ենք ընդունում։ Խիստ լինելու դեպքում խիստ ենք լինում, ջերմությունը տալու դեպքում ջերմ ենք լինում։ Հատկապես փոքրերինը դեռ մանկությունն ու ճանապարհը դեռ ունեն միջև դպրոցական տարիներ, այլ երբ որ դպրոցական շրջանի երեխաներն են գալիս, իրանց ինքնահաստատումը օտար երկրում ու օտար լեզվի մեջ շատ ավելի դժվար է լինում։ Մենք փորձում ենք երեխեքին տալ այն, ինչը որ իրանք շատ օտարության մեջ զգում են։ Մեր հայ համախմբվածությունը, սերը, համարձակ լինելը, անվտանգության եւ զգացողությունը։ Ես ինքս երեխաներին Լիլի ջան դպրոցից վերցնում եմ ամուսնուս հետ, մենք երկուսով ենք այդ գործը տանցնել, բերում ենք պարտեզ։ Այն որ ծնողը հանգիստ է ու ինձ վստահում է, որ երեխան դպրոցից ապահով տուն է գալու հասնի, արդեն պարտեզ է մտնելու, ինձ համար դա, չգիտեմ, մեծ ուրախություն է, մեծ ձեռքբերում է այս երկրում։ Օտար մարդիկ քեզ վստահում են իրանց տան սրբությունը, ամեն մի երեխա իր տան ճրակն է։ Իսկ այդ երեխաներին այնպես պիտի պահես, գուրգուրես, որ այդ ճրակը միշտ վառվի պայծառ։ Այո։ Արևիկ, սա նաև այդ պատասխանատվության գիտակցումը իհարկե շատ կարևոր մի բան է, սա ձեր պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, բայց նաև ձեր մարդկային տեսակի մասին խոսում է այդ ջերմությունը, որով դուք խոսում եք յուրաքանչյուր երեխայի եւ իր այդ հանդարտ, անվտանգ միջավայր ապահովելու կարևորության մասին։ Ձեր թույլտվությամբ մենք այսպես կարծես սկզբից չեկանք, բայց մի քանի բառով ուղղակի նշենք, որ փաստորեն 3 երեխաների, 3 հրաշքների մայր եք, 2 տղա եւ 1 դուստր ունեք, ընդ որում փոքր տղան ձեր հենց նահանգներում է ծնվել, 2019-ին է ծնվել, բայց դուք Հայաստանից դուրս եք եկել, այսինքն 2011-ին արդեն մեկնել եք Եկատերինբուրգ, որից հետո արդեն 2015-ին եք գրին քարտ շահել ու մեկնել նահանգներ։ Այնուամենայնիվ, որտեղ էլ աշխատել եք բժշկական ոլորտում, փաստաթղթերի հետ կապված, միևնույնն է, միշտ սիրել եք երեխաների, միշտ երազանքը եղել է, ինչ որ առումով երեխաների հետ աշխատել։ Այո, Լիլի ջան, 2003 թվականին ես ամուսնացել եմ, 2006 թվականին տղաս է ծնվել, 2009-ին աղջիկս է ծնվել դուստրս, 2019-ին Առնոս Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իդեպ Առնոյի ու Սիլվիի միջև կա 10 տարվա տարբերություն օրով եւ ժամով։ 2011-ին այո, մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ ապրել ենք երկար տարիներ, գրին քարտը շահելուց իհարկե ես շատ ուրախ եի, որ շահել եմ, որովհետև հենց Ամերիկայի կլիման որ տաք է, այնտեղի ցրտից փախնելու համար շատ ուրախ էի, իհարկե այնտեղ էլ հիմնավորվել էինք, ամեն ինչ ստեղծել էինք նորից, տատիկ պապիկ այնտեղ էին, ամուսնուս կողմը բոլորը այնտեղ էին։ 2016-ին, երբ որ տեղափոխվեցինք նահանգներ, շատ դժվար էր, իրոք շատ դժվար ճանապարհ ենք անցել,
բայց 19 թվականին, երբ որ Արնոն ծնվեց, ես հասկացա, որ երկար դրսում աշխատելը սխալ է, որովհետև հենց իմ երեխաները իմ կարիքը շատ ունեին, տղաս են տարիքային անցումային շրջաններ, որ պետք է միշտ իր կողքին լինեի։ Ու այդպես ես էլ արդեն ճիշտ է Ռուսաստանում անհատ ձեռներս որպես նույն աշխատանքը, նույն բիզնեսը բացել էինք, որ պետք է սկսեինք աշխատել։ Իմ նպատակն էր այստեղ ունենալ մանկապարտեզ եւ երեխաների ջերմությունը տեսնելուց, այս Հայաստանի շունչը Ամերիկայում շատ ավելի շատ արտահայտ լինելու նպատակով որոշեցի, որ պետք է ունենամ ես դպրոց։ Ու իմ նպատակն է այսօր ավարտել նահանգների կրթական համալիրները, որպեսզի ձեռք բերեմ համապատասխան փաստաթուղթ, դիպլոմ, որ կարողանամ մեր հայ դպրոցը վերածնունդ ապրի այստեղ։ Ճիշտ է, մենք ունենք շատ լավ հայկական դպրոցներ այստեղ, բայց կուզեմ դրանցից մեկը թեկուզ մի փոքր լինի իմը։ Այո, այսինքն հայկական դպրոց հիմնելու այսպիսի ծրագիր ունենք։ Այո, մանկավարժական լրացուցիչ արդեն այս վերջին փուլերը, որպեսզի այդ իրավունքը ունենաք, նաև որակավորման հետ կապված, գիտեմ, որ հիմա արդեն վերջին փուլերն եք, բայց նաև ձեր մանկապարտեզում, հա, Արևիկ Child Care-ը այստեղ էլ 2021-ին փաստորեն թույլտվությունը ստացել եք, 2022-ին արդեն բացվել է, մի քանի տարի, 3 տարվա ընթացքում, բայց երեխաների այդ վստահությունը արդեն ես գիտեմ ինչքան օրինակներ ունենք, երբ մեկ տնից արդեն երկրորդ բալիկը կամ հարազատների բալիկներն են գալիս, այդ վստահությունը շատ արագ փաստորեն կարողացաք ունենալ, Արևիկ, ինչի հետ էր սա կապված։ Բարդ հարցն է մի քիչ Լիլի ջան, բայց չգիտեմ, միգուցե ծնողների վստահությունը, սերը ձեռք բերեցի, որովհետև իրանց բալիկների աչքերի մեջ ջերմություն, հանգստություն, ինչի՞ չէ, նաև երեխաները, որ գալիս են այստեղ, չուտող երեխաներ ունենք, որ տանը շաբաթ կիրակի օրերը ընդհանրապես չեն ուտում, մամաները երանի են տալի, երբ պետք է գան պարտեզ, որ հաց ուտեն։ Երեխան երբ որ շեմից դուրս է գալի, արդեն իր տան մեջ անում է այն, ինչը որ 8 ժամ ինքը անում է մանկապարտեզում։ Ու այդ ամեն ինչը տեսնելով, մեկը մեկին փոխանցելով, ես ծնողներ ունեմ, որ իրանք ընկերներ են, մեկը մեկին փոխանցելով, որ գիտեք ինչ, այս պարտեզում էսպես է, նայում սնունդ է, էսպես քնի ժամը, ամեն ինչը մեծ դեր է խաղում եւ ամենակարևորը, որ իրանք մտնում մաքրությունն են տեսնում։ Ես ամեն բան անում եմ, որ երեխաների մոտ ոչ մի թերի, ոչ մի կիսատ դետալ չմնա, իրանց անկողնային պարագաներից բռնած միջև պայուսակների դասավորված ճանապարհելը երեխաներին տուն, այդ ամեն ինչը պետք է մաքուր եւ ակուրատնի լինի, որ ծնողը դա է տեսնում, իրենց վստահությունը դրա մեջ է լինում։ Եթե երեխան լացելով գնա տուն 1, 2, 3 արդեն մամայի մոտ հարց կառաջանա, ինչի է երեխան գնում կամ չի ուզում ներս գա, ինչի չի ուզում գա ներս։ Այդ ամենից բխում են հարցեր, որ միգուցե լավ չի զգում երեխան, լավ չեն վերաբերվում, բայց փառք Աստծո, իմ փոքրիկները այնքան ուրախ են գալիս, մամաներն էլ իրանց հետ միասին, որ ես դժգոհելու տեղ չունեմ։ Չգիտեմ, միգուցե իմ վերաբերմունքն է կամ ջերմությունն է, աղջիկների ջերմությունը, որ տալիս են երեխաներին, ամեն ինչը մեծ նշանակություն ունի։ Այո, ամեն ինչը մեծ նշանակություն ունի, Արևիկ, բայց նաև այդտեղ լեգենդներ են պատմում, իսկապես եւ առհասարակ նաև ձեր ընտանիքի ընկերները նշում են, որ դուք շատ յուրահատուկ, շատ համեղ ձեռք ունեք։ Սա ինչ որ մի գաղտնիք է, որի մասին երևի քչերը գիտեն։ Նայեք, Լիլի ջան, ես ինքս պատրաստում եմ, այո, ճաշիկները ես եմ պատրաստում երեխաների, հետո մամաները զանգում են ինձ, ասում են, դու ոնց ես պատրաստել, որ մեր երեխան տանը հաց չի ուտում, ասում են, դուք համով չեք սակում, իսկ Արևիկի թարքատն ենք ուզում։ Այո։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել, երևի հոգի, ջերմություն, անընդհատ այդ բառը ուզում եմ նշել, որտեղ այդ ջերմությունը շատ կարևոր է։ Անգամ սնունդի մեջ է կարևոր ջերմություն դնել, այդպեսի մի խոսք կա, չէ, եթե հոգի ես դնում է, չէ, լավ է լինում, լավ է ստացվում, միգուցե դա էլ իմ կողմից է փոխանցվում եւ սնունդին
համեղ է ստացվում, բայց էլի մամայից եմ սովորել միևնույնն է։ Հա, մամայի ձեռքը փաստորեն սա էլ կապ ունի, այո, իսկապես։ Շատ մեծ կապ ունի։ Մինչ տեսագրությունը երեխաները մտան սենյակ եւ այդ ձեր ջերմությունը, այդ հանկարծակի դուռը բացվեց, մտավ եւ այդ անկեղծ ջերմությունը մարդը երևի իր հարազատ երեխային, հա, միշտ չի որ այդպես կարողանում է դիմավորել։ Սիրում եք, այսինքն սիրով եք անում։ Սիրում եմ շատ, Լիլի ջան, այո, չգիտեմ, ես բոլորին սիրում եմ։ Այս անգամ սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում։ Իմ սերը աշխարհի նկատմամբ, մարդկանց նկատմամբ շատ մեծ է։ Ու ուզում եմ, որ այդ սերը տարածվի բոլորի սրտերում, այն լույսը, որ բացվում է, այն արևը, որ բացվում է, մենք այդ ամեն ինչը պիտի վայելենք։ Ու ես ուզում եմ հասցնեմ վայելեմ իմ ամեն մի վայրկյանը, թե իմ երեխաների, թե իմ ընտանիքի հետ, թե իմ ամուսնու հետ, նաև իմ մանկապարտեզի երեխաների հետ։ Ու ափսոսում եմ շատ, որ իմ ընտանիքից եմ հեռու, իմ կներես Լիլի ջան, իմ ծնողներից եմ հեռու։ Դրա համար փորձում եմ այս Միացյալ Նահանգներում, մեր փոքր Գլենդելում, որ Երևան ենք ասում, այդ ջերմությունը սերը տալ եւ անկեղծորեն իմ պարտեզի դռները միշտ բաց է բոլոր երեխաների, անկախ երեխաների մտքից, խոսքից, դա կապ չունի, իմ պարտեզի դուռը բաց է ու մեծ ջերմություն ու սեր կա ներսում։ Սա իհարկե առաջնային է ջերմությունը, սերը, խնամքը, շատ ուշադիր լինելը, բայց սրա հետ միասին նաև ծրագիրը, շատ հետաքրքիր նրբություններ կան, հա, ձեր Child Care-ի հենց ծրագրի մեջ, ես գիտեմ, որ դուք եք հեղինակել։ Ունենք ծրագիր, կազմակերպում ենք էքսկուրսիաներ, ինչը որ շատ կարևոր է երեխաներին, որ միայն 4 պատը պետք է չտեսնեն։ Ես շատ հաճախակի իրանց տանում եմ տարբեր տեղեր։ Գնում ենք սար, այստեղ սարեր բարձրանալը, հայքինգի որ գնում ենք, երեխաները շատ սիրում են։ Տանում եմ կենդանաբանական այգի։ Ուզում եմ, որ երեխաները սոցիալական եւ բնության, կենդանական աշխարհի ամեն տեսակի միջավայրում ըմբռնեն ճիշտ ու գեղեցիկ կետերը, որ իրանց մոտ դա հիմք է հանդիսանալու, ոչ թե միայն լինեն թուղթ ու գրիչ, մատիտ, սովորեցնել, նկարել կամ այլ ինչ-որ ուսուցանող դասեր խաղեր լինեն, այլ ես ուզում եմ, որ իրանք տեսնեն այն ամեն ինչը, որ կա իրենց շրջապատող միջավայրում։ Ունենք այսպիսի մի հատ պլան, որ ամառվա տաք եղանակին պետք է այդ պլանի մեջ մտնի մեր էքսկուրսիաները։ Աշնանը, որ արդեն ցուրտ է լինում, դուրս գնալը շատ դժվար է, այդպես լինում երեխաների հետ, որ չմրսեն, գնում ենք ավելի շատ տիկնիկային, այստեղ շատ չի լինում, բայց մեր շատ լավ խաղավարներ ունենք, որոնք որ փորձում են երեխաներին ներկայացումներ ցույց տան։ Այս վերջում Լարա ենք ասում իրան, Լարան երեխաների են, որ ասում եմ, երազանքների մի հերոսուհին է, որ բոլորին ուրախացնում է, բոլորի ծնունդներին ինքը ներկա է լինում, հատկապես Արնոս Լարայի համար, չգիտեմ, իր համար այդ աղջիկը դարել է հրաշք հեքիաթի մի հերոսուհի, պրինցեսա, որ իրեն ուրախացնում է, այո։ Ու այս վերջում իրանք շատ սիրուն ներկայացում էին դրել, մենք երեխաներին տարանք այդ ուրախություն, այդ ամեն ինչը այնքան բան սովորեցին իրանք այդ 30 րոպեվա ընթացքում մանկապարտեզի ներսում ունենք ծրագիր նկարչության համար։ Երեխայի վրձինից, այո, նկարված գիծը, ամեն մի բիծը ցույց է տալի իր միջի եղած այդ հուզմունքը, սերը, վախը, ինչ որ մի արձագանք, որ իրան տանջում է ներսում։ Փորձում ենք այդ ծրագրի միջոցով, նկարչության միջոցով դա վերլուծել, հասկանալ երեխային ավելի ճիշտ։ Ինչ վերաբերվում է կրթության ծրագիրը, որը որ այստեղ գիտեք երեխաները 5 տարեկանից գնում են դպրոց, KK, kindergarten, հետո նոր առաջի դասարան։ Մենք փորձում ենք ապահովել KK-ի եւ kindergarten-ի ծրագիրը, որ երբ որ երեխան մտնի օտար դպրոց ու օտար լեզուն լինում է իրանց առաջնային լեզուն, բավարար ինֆորմացիա, բավարար գիտելիք ունենա, որպեսզի մյուս երեխաներից հետ չմնա։ Որ ինքը ոչ մի իր մոտ ընկճվածություն չլինի, որ ինքը օտար երկրում է, լեզուն լավ չգիտի։ Ծրագրերի հիմնական իմաստը դա է մեր, այլ ոչ թե որ սենց բուն, չգիտեմ, պետքա երեխան
լիարժեք կարդալ, սովորի, պետք չի, երեխան պետք է մնա երեխա, ամեն ինչ իր ժամանակին։ Դեռ կարդալ եք սովորի, գրել եք սովորի, ամեն ինչ իր ժամանակին է պետք։ Պարզապես երեխային նախապատրաստել է պետք դրան։ Այսինքն Արևիկ Child Care-ից հետո այս դպրոց գնալը պատրաստ են լինում դպրոց գնալուն, այսինքն պատրաստ լինել նշանակում է ոչ թե դպրոցական ծրագիրը յուրացրած լինել, այլ պատրաստ լինել յուրացնելու ծրագիրը եւ հայերեն եւ անգլերեն։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է նաեւ ամերիկյան դպրոց գնալ, այստեղ նաեւ այս խնդիրն է լուծված։ Այո, ինչպես նաև ռուսերեն ենք դասավանդում։ Ռուսերեն դասավանդում եք, այո, ռուսերեն, որովհետև ունենք Ռուսաստանից եկած փոքրիկներ, որ իրանց համար դժվար է եւ հայերեն եւ անգլերեն լեզուն, բայց հիմա փառք Աստծո երեխաները արդեն ընկալել են անգլերենը կամ հայերենը ավելի լավ է բացվել իրանց մոտ, ինչու ոչ նաև ռուսերենը։ Ճիշտ է, շատ չենք սենց երեխաներին խճճում, որովհետև պետք չի երեխա կա, որ չի խոսում, իր համար 3 լեզու լսելը դա շատ սխալ է, մի լեզվով պետք է ընկալումը լինի, հետո անցնենք արդեն մյուս լեզուներին։ Երեխա ունեմ, որ ինքը 3 տարի առաջ հաճախել է ինձ մոտ, ընդհանրապես ոչ մի տեսակի, ոչ մի ռեակցիա երեխան չուներ, բայց ես մի վայրկյան չեմ տատանվել, երեխային ընդունել եմ մանկապարտեզ, ու այսօր այդ երեխան շատ, ոնց ասեմ, զանգը ստանում եմ հեռախոսից, վերցնում եմ, որ պատասխանեմ, այդ փոքրիկն ինձ ասում է, Արև, ես քեզ շատ սիրում եմ։ Դա իմ համար, չգիտեմ, մի ուրիշ ուրախություն էր, որ ես հասել էի այն գագաթնակետին, որ չխոսացող երեխան, որ իր մաման տանջվում էր, որ ինքը չի խոսելու, այսօր ինքը խոսում է։ Ինքը համապատասխանում մյուս փոքրիկներին առաջնորդվում է, գնում է առաջ։ Եվ այդպես ունեմ նաև մեկ ուրիշ երեխա, որ դպրոցի արդեն հաճախում, որ էլի լեզվի հետ խնդիր ուներ, չէր խոսում երեխան։ Ունենք նման բարձր դրական դինամիկաների հասել ենք ու ես շատ ուրախ եմ ու պատրաստ եմ օգնել բոլոր երեխաներն ընդունակ են, նրանք սովոր է, պարզապես պետք է աշխատել երեխաների հետ ճիշտ, ամեն մեկին յուրովի, ամեն մեկին յուրահատուկ մոտեցում պետք է ցույց տալ։ Բայց ինչպես է կարողանում յուրաքանչյուր երեխայի այդպես անհատական առանձին իր խնդիրները լուծելով այդքան ժամանակ տրամադրել ու այդքան սեր։ Ի վերջո, այսպես բառեր չեն, ես տեսել եմ եւ ձեր մասին հենց այդպես ասում են, այդ ջերմությունը, հոգատարությունը, որտեղից եք ստանում այդ էներգիան դուք։ Չգիտեմ, մամայիս ուժն է երևի։ Չեմ կարող ասել։ Էներգիան ստանում եմ իմ ընտանիքից, իմ առողջ, իմ սիրուն, իմ դրական էներգիայով լցված ընտանիքից։ Ինձ շատ օգնում է իմ դրական էներգիան, որ ես, այսպես ասեմ, լիցքավորվում եմ էներգիայով, միշտ իմ ամուսնու, այո, ոգևորում է ձեր ամուսինը, ոգևորումը, այո, ինքը ինձ միշտ ասում է, դու ամեն ինչ կհասցնես, դու ոչ մի բան, ու իրոք այդպես էլ կա, իր ամեն մի խոսքը ինձ համար մեծ էներգիա է։ Ես այդ էներգիան իմ ընտանիքից եմ ստանում ու ես ստանում եմ նրանից, որ ես պետք եմ, զգում եմ, որ կարևոր եմ մարդկանց համար։ Դա ինձ արդեն իսկ էներգիա է տալիս, այն որ իմ մանկապարտեզի ծնողները ինձ զանգ են տալի ու կարող ենք էս անել, զգում եմ, որ ես իրանց համար շատ կարևոր մարդ եմ։ Ու հենց այդ կարևորությունը ինձ էներգիա է փոխանցում։ Շատ շնորհակալ եմ, Արևիկ, իրականում ինձ շատ հաճելի էր, ձեզանից իրականում անսպառ այդ էներգիան այսպես հորդում տարածվում է։ Ես ուզում եմ, որպեսզի դուք միշտ կարողանաք իրականում այդպես բաց, անկեղծ ինչպես հիմա ստանալ էներգիա այն ամեն ինչից, ինչը շրջապատում է ձեզ, երբ զգում եք, որ կարևոր է ձեր խոսքը, ձեր մոտեցումը եւ ամեն ինչի համար կարծես այսպես մոտիվացիայի աղբյուր լինեք դուք, որովհետեւ շատ կարևոր մարդկանցից, ձեր ընտանիքից, ձեր հարազատներից, ձեր ամուսնուց նաեւ այդ մոտիվացիան դուք եք ստանում, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա ու դուք ամեն ինչ կարող եք։ Ի վերջում ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել, ուզում եմ նաեւ ձեզ շնորհավորել եւ ձեր մայրիկի Տիկին Մուրադյանի, հա, իդեմս իրեն երևի բոլոր մանկավարժներին կարծում եմ կմիանաք շնորհավորանքին, որովհետև այսօր այն տոնն է, որը որ տարիներ ու տասնամյակներ շարունակ յուրաքանչյուրի համար հետ հայացք գցելու, ինչ որ բան վերլուծելու, ինչ որ բան հասկանալու երևի նաև օրը։
Այո Լիլի ջան, ես նույնպես շնորհավորում եմ բոլոր ուսուցչուհիներին, բոլորին։ Ցանկանում եմ, որ իրենց աշխատանքը լինի անսպառ, գնահատված լինեն բոլոր, թե աշակերտների, թե ծնողների կողմից, որովհետև դա շատ դժվար աշխատանք է։ Անձինս իմ մայրիկի ցանկանում եմ, որ բոլոր ուսուցչուհիները լինեն երջանիկ, սիրված եւ հարգված։ Ես այդ ջերմությունը զգացել եմ այս վերջի 3 տարվա ընթացքում եւ ցանկանում եմ, որ շարունակական լինի եւ ցանկանում եմ, որ թեկուզ օվկիանոսից այս կողմ մեր հայ ուսուցչուհիների անունը եւ պարծանքը շատ բարձր կետին լինի, որովհետեւ այսօր մենք որ այստեղ ենք, ամեն մեկս, որ մեր բնավորությամբ, մեր դաստիարակությամբ ցույց ենք տալի, բնորոշում ենք, կերպար ենք կերտում, դա մեր ուսուցչուհիների շնորհքն է։ Շնորհավորում եմ իրանց, մաղթում եմ ամենայն բարիքներ։ Շնորհակալ եմ, ուզում եմ, որ էներգիան անսպառ լինի եւ շատ բալիկներ իրականում ձեր շուրջը հնարավորություն ունենան օգտվել այդ ջերմությունից, սիրուց, այդ շատ հայկական ու շատ երևանյան տաքուկ ու անվտանգ միջավայրից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան։ Սիրելի հետևորդներ, գիտեք, ամեն անգամ, երբ մենք այսպես անդրադառնում ենք հատկապես կարևոր օրերին, առիթ ենք ունենում զրուցելու հետաքրքիր կանանց հետ, հասկանում ես, որ ամեն ինչ գալիս է հիմքից, իսկապես դաստիարակությունից, տեսակից, մանկությունից։ Ի վերջո, մանկավարժի, իհարկե մանկավարժ դառնալ Արևիկ Զաքարյանը երազել է, որովհետև տանը տեսել է հրաշալի այս օրինակը, բայց կյանքը տարբեր, ինչպես ասում են, տեղատվություններից հետո, մակընթացություններից վերջապես բերում է եւ հասցնում մարդուն այն տեղում, որտեղ ինքը պիտի լիներ։ Եվ այսօր մենք զրուցում էինք Արևիկ Childcare-ի հիմնադիր տնօրեն Արևիկ Զաքարյանի հետ։ Արևիկ Childcare-ը արդեն գործում է 3 տարի եւ այստեղ իրականում երեխաներին մի քիչ ավելի ուրիշ հայացքով, մի քիչ ջերմ, մի քիչ շատ սիրով լի միջավայրում սովորեցնում են ինչպես ինքնուրույն դառնալ, ինչպես կյանքում բոլոր դժվարություններին կարողանան դեմքով նայել, ժպիտով նայել ու հաղթել, սովորեցնում են իսկապես ինչպես հաղթել։ Իսկ այս ամենը մեկ գալիս է իրականում մանկությունից։ Արևիկ Զաքարյանը նշեց եւ հատկապես այսօր, քանի որ ուսուցչի օրն է, հատուկ շնորհավորեց եւ մենք նույնպես շնորհավորում ենք Արևիկ Զաքարյանի մայրիկին 40 տարվա, շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժին։ Գիտեք, տարիների ընթացքում կարող են առանձին օրինակներ ու դեպքեր լինեն, բայց երբ առաքելությունդ իրականում դու կատարում ես այն, ինչը քո առաքելությունն է, ժամանակը անցնում է եւ մնում է ամենակարևորը, մնում են աշակերտները, որոնք իրենց բոլոր հաջողությունների կամ շատ ավելի հասուն տարիքում կարողանում են հիշել մեկ բառ ասված դասարանում եւ մնում է քո ընտանիքը, որովհետեւ ուսուցչի համար, կնոջ համար հատկապես մեծ երջանկություն է, երբ կարողացել է ոչ միայն որպես մանկավարժ կայանալ դպրոցում, այլև իր ազդեցությունը, այդ ազդեցությունը նաև դաստիարակության միջոցով տվել է իր երեխաներին։ Եվ այս պահին ես ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել իրականում ուսուցչի օրվա կապակցությամբ բոլոր դրանց, ովքեր հնարավորություն են տվել մարդկանց, այ Փարոսի նման դարձել են Փարոս այն մարդկանց համար, ովքեր ուզեցել են բացահայտել այս աշխարհը։ Եվ ուզում եմ, որպեսզի մեր կյանքում մենք անընդհատ հնարավորություն ունենանք նման մարդկանց շուրջը լինել, որովհետև այդ դեպքում է, որ ապահովված պիտի լինի ներդաշնակ կյանքը, ինչը երևի ամենակարևորն է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։